24 TV-ն շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է հենակետ վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանը։ Բարև ձեզ, պարոն Մանգասարյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեզ շնորհակալվելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Նախ շնորհավորում եմ այսօր Հայոց բանակի 34-րդ տարեդարձն է։ Ես էլ եմ շնորհավորում բոլոր մեր հայրենակիցներին բանակի 34-րդ տարեդարձի կապակցությամբ։ Ինչպես գիտենք, բանակը մեր պետության կարևորագույն հիմնասյուներից մեկն է, սակայն վերջին 30 տարիների եւ հատկապես վերջին մի քանի տարիների ընթացքում, այսպես ասած, ոչ միայն արտաքին մարտահրավերների դեմ են փորձել պայքարել, այլ նաեւ ներքին որոշակի մարտահրավերներ են ունեցել։ Այնուամենայնիվ կարծում եմ, որ այս փուլն էլ մենք կհաղթահարենք եւ մեր բանակը տարեց տարի ել ավելի ուժեղ կլինի եւ հատկապես գաղափարական մասը, որը դրված էր մեր բանակի հիմքում, դա ել ավելի կկատարելագործվի եւ առաջ կգնանք։ Իսկ որքանով ենք կարողանում պաշտպանունակությունը բարձրացնել բանակի պատերազմից հետո, որովհետեւ այսօր Փաշինյանը ուղերձով է հանդես եկել, մանրամասն կանդրադառնանք, բայց նա ասում է, որ ունենք բանակ, որը փոխվում է եւ որի պաշտպանունակությունը ավելանում է ամեն օր։ Վերջին տարիներին հսկայական ներդրումներ եւ բարեփոխումներ են կարել մեր բանակում։ Տեսեք, բարեփոխումներ ասածը մենք պետքա փորձենք բացել եւ հասկանալ եւ պաշտպանունակությունը մեծանալու տրամաբանությունը փորձենք հասկանալ, այդ ինչ քայլեր ենք արել հատկապես վերջին տարիներին, որ մեր պաշտպանունակությունը մեծացել է։ Արդյոք երբ որ մենք 2 տարի ժամկետային ծառայությունը կրճատել ենք եւ վերածել ենք 1.5 տարվա ծառայության, արդյոք այդ քայլով մենք մեր պաշտպանունակությունը մեծացրել ենք։ Իմ խորին համոզմամբ այդ քայլը այն բազմաթիվ քայլերից մեկն է, որը մեր պաշտպանունակությունը չի մեծացրել։ Ընդհակառակը մի բան էլ վնասել է, հատկապես մերօրյա ստեղծված, այսպես ասած, աշխարհաքաղաքական փոթորիկի շրջանակներում, երբ որ նույնիսկ եվրոպական երկրներն են արդեն քննարկում եւ մոդելներ, ժամկետային ծառայության մոդելներ են փորձում ներդնել իրենց պետությունում, գնալ նման քայլի, ես չեմ կարծում, որ դա մեր պաշտպանունակությունը մեծ է բերում, ասում եմ Վրաստանն էլ այդպես արեց։ Տեսեք, Վրաստանը օրինակը երբ որ բերում են, պետք է հասկանանք նաև այն տրամաբանությունը, որ մինչ այդ էլ Վրաստանը նմանատիպ փորձությունների միջով չէր անցել, ինչ որ Հայաստանն է անցել։ Հիմա եթե մենք այս երկու հարթությունները իրար կողք ենք դնում, այդ տրամաբանությամբ հիմա կարող ենք համեմատել Էստոնիայի հետ կամ, չգիտեմ, Շվեյցարիայի հետ, ինչ որ շատ են, չէ, վերջին շրջանում փորձում համեմատվել այս կամ այն երկրների հետ, հատկապես Շվեյցարիայի տրամաբանությունը ինչն է, որ ամբողջ իր պետության, այսպես ասած, արական սեռի ներկայացուցիչները մինչև 55 տարեկան, նրանք մասնակցում են պետության պաշտպանության գործին, այսինքն այս կոնտեքստում մենք պետք է նայենք ու մեր ստեղծված մերօրյա իրականության մեջ ես չեմ կարծում, որ 1.5 տարի ժամկետային ծառայության կրճատումը դա մեր պաշտպանական ունակությունները բարձրացնում է։ Նա նաև զենքերի գնման մասին է խոսել։ Տեսեք, լավ է, որ զենքերի գնումը տարբեր տարիներին այսպես վերջին տարիներին հսկայական քանակությամբ ժամանակակից սպառազինություն եւ ռազմական տեխնիկա է ձեռք բերվել այնպիսի որակի եւ պարամետրերի, որը մեր բանակը երբեք չի ունեցել։ Սրա համար ծավալվել են մեծ ֆինանսական միջոցներ, որովհետեւ ձեռք բերված տեխնիկան թանկարժեք է եւ քանակական, բայց նաեւ պետք է պատասխան հնչի թե մի շատ կարևոր հարցի, թե ինչու այս նույնը չի արվել 2018, 2019, 20, 21, 22 թվականներին, նաեւ իր իշխանության ժամանակ եւ գալիս է մի եզրահանգման, որ սպառազինություն եւ տեխնիկայի վաճառքի պոտենցիալ ունեցող մեր գրեթե բոլոր միջազգային գործընկերները քաղաքական մերժում էին Հայաստանի Հանրապետությանը զենք վաճառել երկու հիմնական պատճառներով։ Վստահ չէին, որ այդ զենքը չէր տեղակայվի Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքից դուրս եւ վստահ չէին, որ այդ զենքերի գաղտնի
պարամետրերը հասանելի չէին դառնա ՀԱՊԿ-ին, որին Հայաստանի Հանրապետության անդամակցությունը նույնպես խոչընդոտ էր նման գործարքներ կնքելու համար։ Բայց մենք դեռևս շարունակում ենք ՀԱՊԿ-ում մնալ, սառեցված, բայց շարունակում ենք, բայց հիմա խնդիր չէ փաստորեն։ Հերթով անդրադառնանք, տեսեք, այս նույն հայտարարությանը հակասում է 2020 թվականի նույն Նիկոլ Փաշինյանի կատարած հայտարարությունը նույն բանակի օրվա կապակցությամբ, որտեղ նա խոսում էր վերջին շրջանում ձեռք բերված սու 30-ների մասին, որտեղ նա խոսում էր վերջի շրջանում ձեռք բերված ԱՍԱ-ականների, այսպես ասած, մոդիֆիկացված տարբերակների մասին եւ գրեթե նույն հռետորաբանությամբ ներկայացնում էր, որ վերջին տարիներին աննախադեպ գնումներ ենք իրականացրել եւ այսպես ասած մեր բանակի մարտունակությունը անգամներով մեծացրել ենք, բայց ցավոք սրտի մենք տեսանք նույն Սու-30-ների պատմությունը, նույն այդ ԱՍԱ-ականների պատմությունը, թե ինչպես դրսևորվեց պատերազմի ժամանակ, նկատի ունեմ խոսել նրա մասին, որ մենք աննախադեպ, այսպես ասած, գնումներ ենք իրականացրել, որը մինչ այդ տեղի չի ունեցել, նույն Փաշինյանի հայտարարությունը, որ երկու հայտարարությունը դնենք իրար կողք, հակասական հայտարարություններ կստանանք։ 22-ից հետո է փոխվել, մինչև 22-ը այլ է եղել, 18-ից 22-ը, իր իշխանության նույնիսկ ժամանակները։ Այսինքն ինչն է փոխվել 22-ից հետո, փոխվել է այնպիսի զենքեր գնել, որը նախկինում չէին կարողանում։ Դե նույն տրամաբանությամբ նախկինում էլ մենք Սու-30-ներ չեն կարողանում գնել, հիմա իր իշխանության ժամանակ գնեցինք, այլ հարց է, թե որքանով է արդյունավետ այդ գնումները։ Հիմա ես չեմ ուզում թերագնահատեմ այս կամ այն զենքի տեսակների գնումը, մեր օրյա իրականության մեջ, երբ որ զենքի գները օր-օրի բարձրանում են եւ մատակարարման լոգիստիկ ճանապարհները օր-օրի խափանվում են եւ տարբեր խնդիրներ են առաջանում, այս կամ այն զենքի տեսակը ձեռք բերելը դա շատ դրական քայլ է, բայց այդ նույն տրամաբանության մեջ մենք պետքա կարողանանք այդ զենքերը հնարավորինս արագ ինտեգրենք մեր զինված ուժերում։ Հիմա դուք վերջին նույն 2022-ից մինչ այս պահը տեսել եք որևէ զորավարժություն, որտեղ այդ զենքերը մենք օգտագործում ենք եւ այսպես ասած արագացված կարգով ինտեգրացիա ենք իրականացնում Չի արվել ընդհանրապես, թե չի Տեսեք, 2020 թվականից մինչ այս պահը ոչ մի զորավարժություն, նույնիսկ գնդի, ել չեմ ասում, նենց զորավարժություն, որ ամբողջ մեր զինված ուժերը եւ մոբ ռեսուրսը ներգրավված լինի, տեղի չի ունեցել։ Միայն տեղի է ունեցել փոքր խաղապահ ԱՄՆ-ի հետ զորախմբերով փոքր զորավարժություններ, բայց այդ զորավարժություններին մատակարարված զինտեխնիկան ներգրավված չի եղել։ Այդ զորավարժություններին մենք այս կամ այն խոշոր տրամաչափի զինատեսակներ չենք օգտագործել, ել չեմ ասում վերջին շրջանում ձեռք բերված հնդկական կամ թեկուզ ֆրանսիական տարբեր մոդելի զինատեսակները։ Բա հենց ամբողջ հարցը այդտեղ է, որ զորավարժությունները նույն Փաշինյանը ժամանակին ինչ էր ասում, ասում էր մենք որ զորավարժություն անենք, հակառակորդը կարող է ուրիշ բան մտածի, կարող է մտածի մենք այսպես ասած զինվում ենք, իր դեմ ենք օգտագործում, դրա համար ավելի լավ է մենք հիմա զորավարժություն չանենք, որպիսի կոպիտ ասած մեր հարևաններին չջղայնացնենք։ Տենց էր, չէ՞ մեկնաբանում ժամանակին։ Հիմա Միգուցե գաղտնի է ուզում պահել զենքերը։ Տեսեք, դե զորավարժության ժամանակ բոլորը չեն որ հանում են զենքերի, բայց բարձա զորավարժության ժամանակ հատկապես մեր օրյա իրականության մեջ մեծ հաշվով շատ բան գաղտնի չես կարող պահել, բայց ամեն դեպքում պետք է կշեռքի նժարին դնենք, արդյոք այդ գաղտնիությունը ավելի կարևոր է, քան այդ զենքերի մեր զինված ուժերի արագ ինտեգրումը։ Հիմա ընդունված է, չէ՞, ինչ լինում է գաղտնիության գրիֆի տակ, այսպես ասած սղացնում ենք, անցնում է գնում է։ Նույն պատգամավորներից հարցում են անում պաշտպանության նախարարությանը, նույն թեմայի վերաբերյալ պատասխանում են, որ դա գաղտնի է, անցնում է 1-2 ամիս, այդ նույն թեման իրենց կողմից բարձրաձայնվում է, այսինքն այստեղ այդ գաղտնիությունը ըստ նպատակահարմարության է։ Առասարակ զենքերի հետ կապված հենց Ֆրանսիայից, Հնդկաստանից ենք մենք տեղեկությունները ստանում։ Իրենք են միշտ այդ։ Հիմա ձեր կարծիքով տարբեր երկրները, որ մեծ զորավարժություններ են անում,
ու պարբերաբար Ադրբեջանն էլ, չէ, ամիսը 1-2 խոշոր զորավարժություններ է անում, իրեն մտքով չի անցնում այդ գաղտնիության բանը պահելը, կամ մեր հարևան Իրանը, որ տարբեր առիթներով այս կամ այն մասշտաբի զորավար խաղեր է իրականացնում, իր մտքով չի անցնում, որ կարելի է որոշակի բան գաղտնիության տակ պահել։ Բնական է, բաներ կան, որ լինելու են այդ գրիֆի տակ, գաղտնի գրիֆի տակ, բայց ամբողջ այս մեր պաշտպանական համակարգը փաթեթավորել եւ ներկայացնել որպես գաղտնի է, դրա համար չենք անում, դա ուղղակի ծիծաղելի է, ինչ է, զորավարժություն չենք անում, որովհետեւ գաղտնիության ռեժիմ կա, դրա համար չենք անում, ոնց կարող է ընդհանուր առմամբ լայնածավալ զորավարժություն տեղի ունենալ երկրում եւ դրա մասին ոչ մեկս չիմանա։ Տենց բան չի կարող լինել։ Բացատրությունը ո՞րն է։ Որ Ալիևից են փախել։ Տեսեք, բացատրությունը մի քանի բացատրություն կարող է ունենալ, իրենց իսկ բացատրությամբ, եթե հավատանք 100%-անոց այսպես հալած յուղի տեղ ընդունենք իրենց մեկնաբանությունը, ասում են, որ մենք չենք անում զորավարժություն, որովհետև հարևանները կջղայնանան, շատ բաց տեքստով ասում են։ Իսկ հարևանները անում են զորավարժություն, որովհետև մենք ըմբռնումով ենք մոտենում, եթե փորձենք հավասարության նշան դնել կետ 2 միջոցառումների վրա։ Հիմա ասում եմ, մինչև 2022 թվականը մեր միջազգային գործընկերները չէին վաճառում զենք մեզ, որովհետև վախենում էին, որ ՀԱՊԿ-ը գաղտնի պարամետրերի զենքերի կծանոթանար։ Հիմա ազատ են ավելի։ Տեսեք, ինչի մասին է խոսքը, եթե մենք շարունակում ենք ՀԱՊԿ-ում մնալ այս պարագայում։ Այստեղ էլ շատ մեծ մանիպուլյացիա կա, այսինքն ստացվում է, որ ՀԱՊԿ-ի երկրները ուզում էին այս կամ այն երկրի զինտեխնիկայի մասին տվյալներ իմանային եւ հույսը դրել էին Հայաստանի վրա։ Այսինքն ուրիշ տեղեկություն իմանալու մեխանիզմներ չկար, Հայաստանն էր, որ կարող էր այդ տեղեկությունները փոխանցել։ Ես ուզում եմ մեր հեռուստադիտողներին էլ հիշեցնեմ ու ներկայացնեմ, որ մենք հնդկական զենքերը վերջին շրջանում, որ առնում ենք, դա հիմնականում ռուսական բազայի վրա ստեղծված զենքեր են։ Այսինքն հնդիկները վերցրել են պայմանական գրադ կայանը եւ սմերջ կայանը եւ դրա բազայի հիման վրա մոդեռնիզացիա են կատարել, իր ճշտությունն են մեծացրել, որոշակի արդյունավետությունն են, այսպես ասած, այդ կայանների մեծացրել եւ այդ բազայի վրա ստեղծել են զենքերը։ Այսինքն Ռուսաստանը ստացվում է, որ ուզում էր Հնդկաստանից որոշակի պարամետրեր իմանալ, չէր կարող իմանալ, այլ հույսը դրել էր Հայաստանի վրա, իմ կարծիքով ծիծաղելի է այս ամեն ինչը։ Մյուս մեր մատակարարը Ֆրանսիան էր։ Հիմա նույն այդ ֆրանսիական զենքերը ուկրաինական պատերազմում գրեթե ամենօրյա ռեժիմով ռուսական համապատասխան ծառայությունների ձեռքն են ընկնում եւ սարքին վիճակում եւ խոցված վիճակում, այսինքն այդ ամենաթույլ արգումենտն է, էլի, որ մենք հիմա կարող ենք զենք առնել զուտ նրա պատճառով, որ վստահություն կա այդ երկրների նկատմամբ, որ այդ տեխնոլոգիաները դուրս չեն գա, այդ նույն տրամաբանությամբ Ռուսաստանը, երբ որ մեզ Իսկանդեր էր վաճառում, նպարծա չէ, որ վստահում էր մեզ, դրա համար էր վաճառում։ Հիմա դուրս է գալի, որ այս կամ այն երկիրը մեզ չի վստահում, չէր վստահում, դրա համար որոշակի գործարքներ չէր անում։ Անկամ եթե ենթադրենք վատագույն սցենարով գնանք եւ հավատանք, որ այս ամեն ինչը ճիշտ է, այդտեղ էլ ինչն է, որն է պատճառը, որ տենց է, բայց որն է պատճառը, որ 2010 ու 19-20 թվականին պայմանական Ֆրանսիան մեզ չէր վստահում։ Այդ ինչ էր տեղի ունեցել, որ ֆրանսիական կողմը սարեցրել ենք, ասում է, հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ, այսինքն եւ փոխվել է իր վերաբերմունքը մեր հանդեպ։ Ֆրանսիայում, Հնդկաստանում, արևմտյան մեր գործընկերները այնքան միամիտ են, որ ընդամենը սարեցնելու process-ի արդյունքում նրանք կարող է մեզ սկսեն հավատալ ու այդ զենքերը մեզ վաճառեն, այսինքն այս դեպքում ինչու է այս հայտարարությունները անում։ Դե տեսեք, այս հայտարարությունները հիմնականում որն է, որ մեր հասարակության ընկալման մեջ ՀԱՊԿ-ի հետ կապված այս ջրբաժանը էլ ավելի խորանա եւ նույն մեր միջազգային արևմտյան գործընկերների մոտ մենք փորձում ենք, այսպես ասած, աչքներին
էլ ավելի բարձր երևալ եւ եթե այս տրամաբանությամբ ենք գնում, հիմա նման հայտարարությունները կարող է եւ վստահությունը մեծացնել նույն Ֆրանսիայի մոտ, եվրոպական տարբեր երկրների մոտ, որ մեր պետության ղեկավարությունը նման օրինակ հայտարարություններ է անում։ Այսինքն ստեղ հիմնականում թիրախը ուղղված է դեպի ՀԱՊԿ, թիրախը ուղղված է դեպի մասնավորապես Ռուսաստանը, թիրախը ուղղված է դեպի մեր ներքին լսարանը, որպեսզի կարողանանք մենք մեր միջին վիճակագրական մարդու, այսպես ասած, ընկալումներում մեծացնենք հակառուսական տրամադրությունները։ Իսկ հնարավոր է դուրս գանք, որովհետև արտաքին հետախուզության տարեկան զեկույցում եւս անդրադարձ կար ՀԱՊԿ-ին եւ նշված էր, որ ապասառեցում չի լինի։ Այսինքն կմնանք նույն վիճակում, բայց միգուցե նաև փոփոխություններ լինեն, թե կարծում եք չեն գնա։ Ես կարծում եմ, որ ոչ մի փոփոխություն էլ տեղի չի ունենա, այս սառեցնել process-ն էլ, տերմինն էլ, էլի ինքը իրանից որոշակի խնդիրներ է ստեղծում այն իմաստով, որ նման կարգավորում ուղղակի չկա մեր ՀԱՊԿ-ի Այո, բայց կարծում եմ նրանց համար ընդունելի է։ Այսպես ասած, ըմբռնումով են մոտենում։ Դե ըմբռնումով են մոտիկանում, բնական է, բոլոր մնացած գործընկերներն էլ ինչ որ մեր կողմի որոշումներին պետքա որոշակի ըմբռնումով մոտիկանան, բայց առնվազն երկարաժամկետ եւ միջնաժամկետ կտրվածքում դա որոշակի խնդիրներ կարող է ստեղծել։ Հիմա նույն խոսքը գնում է, չէ, շատ են խոսում, այսպես դիվերսիֆիկացիայի եւ մեր սպառազինության, այսպես ասած, տարբեր երկրներից ներմուծման մասին։ Հիմա ինչն է մեզ խանգարում, եթե մենք կարանք օգտագործենք մեր բոլոր հնարավորությունները։ Օրինակ, եթե մենք կարանք պայմանական Ղազախստանից որոշակի տեխնոլոգիաներ վերցնենք եւ օգտագործենք կամ Ռուսաստանից կամ մնացած այլ երկրներից, արդյոք այս ամեն ինչը խանգարում է, որ մենք զուգահեռ կարողանանք այդ գործընթացը անենք։ Այստեղ հարցը չի առաջանում, բայց կարող է մեր առջև խնդիր են դրել միջազգային տարբեր գործընկերներ եւ ասել են, որ այս փուլում հատկապես ռուս-ուկրաինական այս հակամարտության ֆոնին եթե դուք ամեն անգամ, ամեն պատե առիթի Ռուսաստանին, այսպես ասած, կամ ամբողջ ՀԱՊԿ-ին հարվածներ հղեք, մեր աչքին կբարձրանաք եւ մենք ձեզ այս կամ այն զինատեսակները էլ ավելի հարմար գներով կմատակարարենք։ Հնարավոր է, չի բացառվում, որտեղ այս շղթան, որ իրար կողք ես դնում, ամեն ինչը դրա մասին է խոսում։ Հնարավոր է մատակարարեն ամեն դեպքում ավելի մեծ քանակի։ Միջազգային մեր գործընկերները, տեսեք, զենքի գները, ինչպես նշեցի, օր-օրի աճում են եւ մենք այստեղ պետք է այնքան ճկունություն դրսեւորենք, որ նախ կարողանանք գնահատել այդ զենքի արդյունավետությունը հատկապես մեր տեղային պայմաններում, մեր ռելիեֆային պայմաններում եւ նրա գին որակ այս հարաբերակցությունը մենք պետք է կարողանանք այդ եզրը ճիշտ գնահատել։ Հիմա արդյոք մենք կարողացել ենք մինչ այս պահը այդ խնդիրը լուծել։ Իմ կարծիքով բավարար այդ գնահատականը առնվազն մեղմ ասած բավարար չի եւ փորձել դրա վրա կառուցել, որ մենք կարողացել ենք այնպիսի միջավայր ստեղծել, այնպիսի զինատեսակներ են կարողանում ձեռք բերել, որ նախկինում չէինք ձեռք բերում զուտ նրա համար, որ ՀԱՊԿ-ի անդամ ենք, դա ուղղակի շատ թույլ արգումենտ է։ Խոսել է նաև Փաշինյանը ամրաշինական աշխատանքների մասին, ասել է, որ մեծ ծավալի ամրաշինական աշխատանքներ են իրականացվում մեր սահմանների երկայնքով, որոնք նոր խոսք են բերել մեր պաշտպանական համակարգում։ Տեսեք, նախ ամրաշինական աշխատանքներ այո իրականացում են, այո, իրականացում են, որքանով է ինտենսիվ իրականացվում։ Տեսեք, նախ բերեք գանք նրանից, թե ոնց մենք հայտնվեցինք այն իրավիճակում, որ կարիք եղավ ամրաշինական աշխատանքներ կատարել պայմանական Վեդի քաղաքում, Արարատ քաղաքում, ասենք, մեր Երևանից ոչ հեռու գտնվող նման քաղաքներում այդ ինչ ստեղծվեց, որ տենց որոշեցինք, որ նման մոտիկ տեղեր պետքա ամրաշինական աշխատանքներ կատարենք։ Պատասխանը շատ պարզ է։ Այս իշխանության տարիների ընթացքում մեր սահմանը այնքան է մոտիկացել, որ մենք ստիպված ենք այդ նույն ամրաշինական աշխատանքները հիմա վաղը մյուս օր Երևանում ենք ստիպված լինելու կառուցել, որովհետև այդքան մոտիկ ենք
գտնվում թշնամուց։ Հիմա խոսել նրա մասին, որ մենք բայց ու վերջնարդյունքում ինչի հետևանքով ստեղծվեց այդ իրավիճակը։ Գործող իշխանության վարած քաղաքականության արդյունքում ստեղծվեց մի իրավիճակ, որտեղ երբ որ մենք ստիպված եղանք ամրաշինական կառույցներ ստեղծել Երևան քաղաքից բավականին մոտիկ գտնվող հեռավորության վրա։ Հիմա դա ներկայացնել որպես այսպես ասած աննախադեպ ձեռքբերում եւ ներկայացնել որպես դարակազմիկ ձեռքբերում իմ կարծիքով նույն իշխանության մեղքով է չէ եղել այս ամեն ինչը։ Հիմա ստացվում է որ քո պատճառով ստեղծվեց նենց իրավիճակ, որ դու Երևան քաղաքից բավականին մոտիկ հեռավորության վրա որոշակի ամրաշինական աշխատանքներ ես կատարում ու դա ներկայացնում ես որպես հաջողություն։ Դե միայն դա չի ներկայացնում։ Հեռավոր տեղերում սահմաններում չի հեռավոր տեղերում որտեղ հեռավոր տեղա մնացել որ հեռավոր տեղերում բան սարքենք առաջ այդ նույն ամրաշինական աշխատանքները Արցախում էլ էին իրականացվում ճիշտ է ոչ բավարար չափով հնարավոր էր ավելի ինտենսիվ իրականացնել այդ աշխատանքները բայց պատերազմը սկսելուց 2 տարի այս 2-2.5 տարի գործող իշխանությունն է այսպես ասած պատասխանատուն եղել եւ եթե անգամ նախկինում որոշակի խնդիրներ են եղել բայց այդ խնդիրները փորձեիք արագ վերացնեիք բա ով էր ասում ձեզ գնայք սուեր առնեիք որը հրթիռներ չունի որի օգտագործման ժամանակ խնդիրներ ենք ունենալու կամ ընդհանրապես չենք օգտագործելու բա ով էր ասում գնաք Հորդանանից մեծ քանակությամբ ասահականներ բերեք 80-ական թվականի արտադրության ու մեր հանրությանը համոզեք որ 80-ականների զենքի էջը փակված է հիշում եք չէ այդ պատմությունները հիմա այս տրամաբանության մեջ որ զուտ PR-ի վրա մետաղե ջարդում ինչ ասես չէ դե մետաղե ջար հիմա նույն PR-ի վրա կառուցվում է այն ամեն ինչը որը հիմա է տեղի ունենում ինչի համար է այդ ամեն ինչը այսպես ասած թմբկահարվում, որովհետև պետքա ավելի շատ աղմուկ, քան արդյունք։ Դրա համար մենք արդյունքը ինչպես պետքա ցույց տանք, ինչպես մենք պետքա հասկանանք միջին վիճակագրական քաղաքացին, ինչպես պետքա հասկանա, որ իր զինված ուժերի կարողությունները մեծացել են։ Զուտ 1-2 հնդկական մամուլից արտահոսքը կարդալով իր ամոթ զգացողությունը առաջանալու, որ մենք, այսպես ասած, հզորացել ենք։ Միջին վիճակագրական մարդը պետքա մասնակից լինի լայնածավալ զորավարժությունների, որ իր աչքով տեսնի, թե ինչպես են մեր զինված ուժերը կառավարվում, թե ինչպես են այս կամ այս ստորաբաժանումները մարտական խնդիր լուծում, որպեսզի իր զգացողությունը մեծանա այն իմաստով, որ մեր կարողությունները մեծացել են։ Հիմա եթե այդ ամեն ինչը տեղի չի ունենում, բա զուտ ինտերնետում կարդալով կամ մամուլին հետևելով մեր կարողությունները մեծանում է, բնական է այդպես չի։ Խոսենք նաև Ադրբեջանի ինտենսիվ զինվելուց, արտաքին հետախուզության զեկույցում այդ մասին եւս անդրադարձ կար, որ մտահոգիչ է այդ հանգամանքը եւ 44% ավել զինվում է Ադրբեջանը եւ պատգամավորներ կան իշխանական, որոնք իրենց հարցազրույցներում ասում են իսկ ինչու եք մտածում, որ մեր դեմ է Ադրբեջանը զինվում։ Մեկ ուրիշ փորձագետներ ասում են Իրանի դեմ է զինվում Ադրբեջանը, Իսրայելն է օգնում եւ այլն։ Հիմա դուք ինչ վտանգ եք տեսնում Ադրբեջանի ինտենսիվ զինվելուց։ Տեսեք, առնվազն Ադրբեջանը զինվում է նաև մեր դեմ։ Ինչ է նշանակում Իրան կարող է հեռանկարում, ասենք մի 30-40 տարի այսպես կտրվածքում Ադրբեջանի պլաններում լինեն նաև Իրանի դեմ որոշակի գործողություններ իրականացնել, բայց առնվազն այս փուլում տեսանելի է ապագայում, այսպես ասած, առաջնային թիրախը պարզա որ մենք ենք։ Հիմա խոսել նրա մասին, որ Ադրբեջանը զենք է առնում, որով Իրանի դեմ օգտագործի, այս ստեղծված իրավիճակում դա ուղղակի անլուրջ է։ Իսկ ինչ վերաբերվում է արտաքին հետախուզության ծառայությանը, տեսեք, նախ իմ գնահատականով շատ թույլ զեկույց էր այդ զեկույցը, որը մի 3-4 տարվա, այո, 3-4 տարվա, այսպես ասած, վերլուծական կենտրոնի փորձ ունեցող միջին կարգի ցանկացած կենտրոն կարող էր նման գնահատականները տալ, որովհետև բաց աղբյուրներից վերցրած ու հիմնականում Նիկոլ Փաշինյանի մտքերը վերցրել որոշակի փոփոխության են ենթարկել այդ զեկույցում ներառել են, բայց ինչ վերաբերվում է զեկույցին, տեսեք, նույնիսկ այդ զեկույցում իրարամերժ կտորներ կան։ Առաջի կտորում գնահատական են տալիս ու ասում են, որ օգոստոսի 8-ից հետո
Ադրբեջանից եկող վտանգները նվազել են եւ այսպես ասած օգոստոսի 8-ից հետո Ադրբեջանից մենք էլ վտանգ չենք սպասում։ Իսկ դրա հաջորդ իսկ պարբերությունում նշվում է, որ նույն այդ օգոստոսի 8-ից հետո Ադրբեջանում մոտավորապես 36%-ով աճել են արևմտյան Ադրբեջան եզրույթի օգտագործումը իրենց պետական, պաշտոնական եւ ընդհանուր առմամբ տարբեր չինովնիկների խոսույթում, ինչը ըստ արտաքին հետախուզության ծառայության գնահատականի մեծացնում է վտանգը եւ էսկալացիայի որոշակի ռիսկեր է ստեղծում։ Հիմա հարց առաջանում, չէ՞, բա եթե նախորդ դրվագում ասում եք, որ ռիսկերը համարյա ձգտում են 0-ի, հիմա զուտ ընդամենը հաջորդից դրվագում մեկնաբանում եք, որ ռիսկերը մեծացնում է, գնալով մեծանում է նման հայտարարություններ։ Այսինքն, ստեղ էլ իմ կարծիքով որոշակի խնդիր կա, բայց այնուամենայնիվ պետք է դրականը արձանագրել, որ լավ է, որ արտաքին հետախուզության ծառայությունը այսպես ասած կարողացել է ֆիքսել, մոնիտորինգի տակ պահել Ադրբեջանի մամուլը եւ հասկանալ, որոշակի նաեւ տոկոսային գնահատական տալ, թե որքան են մեծացել արևմտյան Ադրբեջան, այսպես ասած, այդ եզրույթի օգտագործումը եւ այդ եզրույթը ինչ հետևանքներ կունենա մեր պաշտպանության եւ մեր անվտանգության վրա։ Իսկ ինտենսիվ զինվելու հետ կապված Ադրբեջանը, տեսեք, առաջնային, ինչպես նշեցի, Ադրբեջանը մեր դեմ է այս փուլում որոշակի զենք զինամթերք կուտակում իրականացնում եւ 20 թվականի պատերազմից հետո եւ 23 թվականի Արցախի վերջնական հայաթափումից հետո նրանք շատ մեծ կորուստներ են կրել եւ բնական է այդ կորուստները թե մարդկային ռեսուրսի իմաստով, թե տեխնիկական իմաստով պետք է փորձեն լրացնել։ Եվ հիմա այդ բացը լրացնելուն զուգահեռ նրանք բնական է մի քիչ ավելի հեռուն են նայում, որ այս կամ այն իրավիճակ կարող է փոխվել, կարող է Հայաստանում իշխանություն փոխվել, կարող է հարևան երկրներում որոշակի գործողություններ տեղի ունենան եւ զուտ պետական մտածողության տեսանկյունից լավ է, չէ՞, ինչքան դու լավ զինված լինես, այնքան հավանականությունը, որ քեզ կնեղացնեն, բնական է ավելի փոքր է, ավելի թանկ է նստելու քեզ նեղացնողի վրա, եթե դու պատրաստ ես նրան պատասխանել։ Հիմա Ադրբեջանը գնում է այդ տրամաբանությամբ, թե հետագայում այդ ռեսուրսը կուղի դեպի Իրան, իմ մոտ տպավորություն է այդ թեզեր գեներացնողների, որ նման թեզեր են գեներացնում, իմ մոտ տպավորություն է, որ կարող է ստեղծվել մի իրավիճակ, որ մենք էլ Ադրբեջանի հետ համատեղ Իրանի դեմ որոշակի պայքար ծավալենք, հա, կարող է մի օր էլ դրան հասնի, այսինքն այնքան այստեղ ստեղծվի այնպիսի իրավիճակ, այո, հիշենք նաև Իրանի դեսպանի վերջին բավականին կտրուկ հայտարարությունը, որ բաց տեքստով ասած իրենց գնահատմամբ Հայաստանը հակաիրանյան որոշակի օջախ են արդեն փորձում դիտարկել։ Հիմա այդ թեզերը, որ դնում ենք իրար կողքի, որ Ադրբեջանը մեր դեմ չի զինվում, Իրանի դեմ է զինվում, մենք էլ զինվում ենք, մենք էլ Ադրբեջանի դեմ չենք զինվում, չէ՞, ըստ մեր պաշտոնական քաղաքականության մենք պրոստը զինվում ենք, հələ չգիտենք ում դեմ ենք օգտագործելու այդ կայանները, որ ձեռք ենք բերում։ Ուղղակի պաշտպանական զենքեր են գնում, պատերազմի տրամաբանությունը էջը փակվել է, այսօր Ալեն Սիմոնյանը այդ մասին նշել է։ Պատերազմի էջը փակվել է, բայց մենք տեսնում ենք, չէ, որ աշխարհում ինչ վերադասավորումներ են տեղի ունենում։ Հիմա նույն Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարը ասում է արդեն Գրենլանդիան իմը պետքա լինի։ Հիմա այդ նույն տրամաբանության մեջ կարող է մի օր զարթնենք եւ այս կամ այն պետության ղեկավարը ասի, որ այս հատվածը Հայաստանի իմը պետքա լինի։ Մենք ինչ պետքա անենք։ Մենք պետքա փորձենք հակազդել, չէ՞ դրան։ Եթե ով ինչ քեզնից ուզում է, դու խելոք տալիս ես, պարզա, որ քո դեմ ոչ մի գործողություններ չեն իրականացնի։ Բայց եթե մենք պատրաստ ենք, որ մեզնից ով ինչ ուզի, մենք իրեն տանք, ապա իմ կարծիքով այդ զենքերն էլ չարժի գնել եւ եթե այդ քաղաքականությունն է, ապա ինչի մասին է խոսքը։ Դա ուղղակի կործանարար ճանապարհ է։ Եվ անդրադառնանք նաև թրիփին, դուք ինչ խնդիրներ եք տեսնում, որովհետև երկար ժամանակ է խոսվում է այդ մասին, վտանգներ են տեսնում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող է արտապատվիրակել մեկ այլ երկրի եւ մի մաս ասում են Թուրքիան կլինի այդ երկիրը, մյուսը ասում է Ադրբեջանը, քանի որ ԱՄՆ-ի առևտրի նախարարության ներկայացուցիչներ գնացել էին Ադրբեջան եւ
համագործակցներ էին, խոսել էին բիզնես պրոյեկտների մասին եւ ասում են հենց Ադրբեջանը կարող է ներդրում անել։ Դուք ինչ խնդիր եք տեսնում եւ նաեւ Իրանի դեմ կարող է օգտագործվել այսպիսի հարցեր են առաջ քաշում։ Տեսեք, նախ սկսենք Իրանից, որ բնական է Իրանում դա բավականին ծանր են տանում, բայց դեռ ինչպես պաշտոնական հաղորդագրություններին հետևում ենք, հայաստանյան կողմը կարողացել է համոզել իրանական կողմին, որ սա այս ամեն ինչը Իրանի դեմ չի դիտարկվում։ Okay, այս փուլում ընդունենք դա ի գիտություն եւ անցնենք ձեր մյուս հարցին։ Ինչ վերաբերվում է արտապատվիրակելուն։ Տեսեք, հիմա պատկերացրեք մի իրավիճակ, մեր հետևորդներին հիշեցնեմ, որ TRIP-ի այդ նույն պայմանագրում կետ կա, որտեղ ասվում է, որ հայկական կողմը կարա այս կամ այն ստրատեգիական հարցի շրջանակներում վետո դնել։ Ենթադրենք հայկական կողմը իրավունք ունի վետո դնել այն հարցի վրա, երբ որ Ամերիկան որոշի իր մասնաբաժինը վաճառի Ադրբեջանի եւ Թուրքիային։ Հիմա հարց։ Ենթադրենք տենց իրավիճակ է ստեղծվել եւ Ամերիկան որոշել է ադրբեջանական Սոկար ընկերությանը վաճառել իր մասնաբաժինը։ Հայկական կողմը ի՞նչ է անելու։ Այս իշխանությունը ի՞նչ է անելու։ Ասելու է խաղաղության դարաշրջանը բացելու տրամաբանության մեջ հիմա Ամերիկանը որոշել է վաճառի ինչ վետո է դնելու։ Ես առավել քան վստահ եմ, որ չի լինելու տենց բան։ Ինչպես բան են, չէ՞ անում, տարբեր հարցեր, այսպես ասում են, որ իրենք դեմ են այս կամ այն հարցերի, վերջում պարզում է, որ լավ էլ կողմ են։ Հիմա մինչև այդ Բայց արդյոք Ամերիկան կվաճառի։ Հիմա կարան հենց իրավիճակ ստեղծվի, Դոնալդ Թրամփը միշտ նախագահ չի լինելու, ասենք 2-3 տարի հետո իշխանությունն է փոխվում ու ամերիկյան իշխանությունները նպատակահարմար են գտնում, որ իրենց մասնաբաժինը պետքա տան պայմանական թուրքերին։ Ինչ, այս գործող իշխանությունը, գործող ռեժիմը հայաստանյան կարողանալու են այնպես անի, որ դա տեղի չունենա, ես առավել քան վստահ եմ, որ հակառակն է տեղի ունենալու։ Պրոստը փաթեթավորելու են, ինչպես Կիրանցի մեր տարածքները հանձնեցին Տավուշի, ինչ ասեցին, եթե չանենք, բանից Արմավիրից թուրքերը մտնելու են։ Հիմա եթե մենք մեր մասնաբաժինը չտանք, Ադրբեջանը այն մյուս կողմից է մտնելու Սյունիք, թուրքերն էլ այն մյուս կողմից են։ Բերեք, քանի կարում ենք մեր այդ Ամերիկանա որոշել է թող տա։ Այսինքն ես առավել քան վստահ եմ, որ նման իրավիճակ է ստեղծվելու։ Հիմա խոսել նրա մասին, որ իշխանությունը կարա այս կամ այն ստրատեգիական հարցերի վրա վետո դնել, դա ուղղակի մենք չենք տեսել նման նախադեպ։ Մենք հակառակն ենք տեսել, իսկ ինչպես մենք կարող ենք վերլուծել նախկինում տեղի ունեցած նախադեպերի հիման վրա, ենթադրել, որ հաջորդ քայլին տես բան տեղի չի ունենա, ասենք։ Դա ուղղակի ոչ Իսկ վերահսկողության առումով ինչ կասեք։ Ասում են, որ չեք կարդացել, գրված է, որ Հայաստանն է վերահսկելու եւ այն խոսույթը, որ Հայաստանը չի վերահսկելու, դա իրականությանը չի համապատասխանում։ Բայց այստեղ մի հանգամանք կա, որ չի բացատրվում, թե ինչ է նշանակում այդ եզրույթը, որ նշված էր այնտեղ front office, back office եւ արդյոք ներկայություն իսկապես լինելու է։ Վերահսկում բառը նույնիսկ չի բացվում, թե ինչ նկատի ունենք։ Վերահսկում ասելով միջին վիճակագրական քաղաքացին նկատի հասկանում է, որ ադրբեջանցին իր ֆուրով մտնելու է այդ տարածք, հայ մաքսավորը գնալու է դոկումենտները ստուգի, մի հատ տենա ֆուրի մեջ թույլատրվող, չթույլատրվող, ինչ կա, ինչ չկա, նոր հետո որոշում կայացնի բաց թողի, թե չէ։ Այ միջին վիճակագրական քաղաքացու ընկալումում իմ համոզմամբ դա է։ Իսկ այդ խուճուճ պատմությունը, որ նկարագրված է այդ փաստաթղթում front office, back office եւ ես հաշվել եմ 18 անգամ նշված է ինքնիշխանություն եւ ինքնիշխան արմատով այդ բառերը 18 անգամ այդ փաստաթղթում դա նշված է։ Ինքնիշխանության, իրավազորության, օրենսդրության։ Ինքնիշխան բառն եմ հաշվել ու այդ արմատով 18 անգամ գտել եմ այդ ծավալուն տեքստում։ Ինչևից է։ Հիմա արդյոք այդ մոդելն է աշխատելու այդ ճանապարհի վրա, որ խորանում ենք փաստաթղթի մեջ, ստացվում է ինչ։ Front office-ը դա որոշակի կազմակերպություն է լինելու, որտեղ հայեր չեն լինելու, որը զբաղվելու է այդ ստուգումների հարցով եւ թղթաբանությունը բերելու է ցույց տա որոշակի տեխնիկական միջոցների ներգրավան բնականաբար,
հայկական կողմն էլ որոշում է կայացնելու, ենթադրենք լավագույն դեպքում, այս ամենաիդեալական սցենարն եմ նկարագրում, էլի որ կարա տեղի ունենա։ Հայկական կողմն էլ այդ ընթացքում որոշում է կայացնելու, բայց այն հանգամանքը, որ Ալիևի շուրթերից տարբեր առիթներով մենք լսել ենք, որ ադրբեջանցիները չպետք է հայի երես տենան, այդ փաստաթուղթը ուսումնասիրելով, ես չեմ եկել այն եզրահանգման, որ կարա նենց իրավիճակ ստեղծվի, որ ադրբեջանցիները հայի երես տենան։ Համենայն դեպս այդ սկզբնական փուլում, ասենք տեսականորեն կարող է տենց մի 25-30 տարի հետո արդեն խաղաղությունը, այսպես Բայց ասած։ մեկ հարցեր են ասում են, եթե մենք այդ ճանապարհը Ադրբեջանը Նախիջևանին կապող, Թուրքիային կապող այդ ճանապարհի հետ կապված, ասում են ինչի եք անհանգստանում, որ իրենց տարածքների մեջ թեկուզ զենք տեղափոխեն։ Պարտադիր մենք պետք է ստուգենք դա։ Այսինքն Ադրբեջանը իր մյուս տարածք զենք է օրինակ տեղափոխում։ Հիմա այդ նույն տրամաբանությամբ մենք ինչի ենք անհանգստանում, որ օրինակ Իրանից բարձված թմրան միջոցները մտնում են Հայաստան եւ անցնում են գնում են պայմանական երրորդ երկիր կամ մեկ այլ երկրից ինչ որ կոնտրաբանդա է մտնում, ինչի ենք բռնում, անցնում գնում են Վրաստան, ինչի բռնեցինք։ Այդ դա ուղղակի ծիծաղելի է, այսինքն մեր տարածքով է անցնում մեր տարածքով է անցնում եւ մենք պետքա չէ կարողանանք այդ ամեն ինչը վերահսկել, Բա ինչի է անցնում այդ զենքը, բայց զենքը չիմանանք գնում է որ վաղը մյուս օր մեր վրա կրակի, եթե հա պետքա դեմը առնենք, չէ՞։ Այսինքն խոսել նրա մասին, որ մեզ չպետքա հետաքրքրի թե ինչ է տանում մեր տարածքով, դա ուղղակի շատ են չէ՞ սիրում ասել ինքնիշխանություն, չգիտեմ, մեր անվտանգություն եւ այլն։ Հիմա դա մեր ինքնիշխանությանը վնասում է թե չի վնասում։ Եթե գնալու է այդ զենքը վաղը մյուս օր կրակի մեր ինքնիշխան պետության վրա, դա վնասելու է մեզ թե չէ եւ մենք արդյոք չպետքա տեղեկացված լինենք թե մեր տարածքով ինչ է անցնում դե ես չգիտեմ միջազգային տենց ինչ պրակտիկա կա որ երրորդ երկրի իր երկրի ճանապարհով երրորդ երկրի բեռը անցնելու ժամանակ այդ երկրին հետաքրքիր չլինի իր երկրով ինչ է անցնում այսինքն մենք որ Վրաստանով գնում ենք դեպի Ռուսաստան Վրաստանին հետաքրքիր չի մենք ինչ ենք տանում Պարզա չէ որ հետաքրքիր է, բայց ինչի համար այդ ամբողջ ծառայությունը, որ պետությունը իմանա, մենք կոնյակ ենք տանում, թե զենք ենք տանում, թե թմրամիջոց ենք տանում։ Ասում է իր մի տարածքից մյուս տարածք է տանում, բայց դե մեր Հայաստանի ճանապարհով։ Տեսեք, այս թեզին էլ անդրադառնանք, տարիներ շարունակ Ադրբեջանը այդ նույն թեզը իր լրատվական դաշտում գեներացնում էր, որ ինքը իրավունք ունի իր տարածքից իր մյուս տարածք բեռներ տեղափոխի եւ ոչ մեկին այսպես ասած տեղյակ չպահի դրա մասին եւ հիմա ստացվում է որ մենք այդ թեզը վերցրել ենք հիմա մենք ենք մեր հասարակությանը հրամցնում այդ նույն թեզը որ գիտեք ինչ կա տարբերություն չկա ինքը A կետից B կետնա տեղափոխում եւ այդ ժամանակ երբ որ ադրբեջանական լրատվական հայտնի կայքերը այս թեզը գեներացնում էին մեր նույն իշխանության տարբեր ներկայացուցիչներ 180 աշճան հակառակն էին պնդում, որ չէ, մենք պետքա տեղյակ լինենք մեր տարածքով ինչ անցնում։ Իդեպ այդ ժամանակ դեռ խոսքը գնում էր նոյեմբերի 9-ի պայմանագրի շրջանակներում, այսպես ասած, այդ հատվածի կարգավորման, որտեղ ռուսական կողմը որոշակի վերահսկողության մեխանիզմներ պետքա ներկայացներ եւ արդեն Պարզ է դառնում, թե նպատակը որն էր նման մեկնաբանության, այսինքն եթե ռուսական կողմն է վերահսկում, չէ, մենք պետքա իմանանք Ադրբեջանը ինչ է տանում, իսկ մեկ էլ ամերիկյան կողմն է որոշակի այդ վերահսկողության ֆունկցիան իրականացնում, մեզ արդեն սկսել է չհետաքրքրել։ Եվ կարճ անդրադառնանք նաև Իրանի հետ կապված ինչ զարգացում կարող է լինել, դուք ինչ վտանգ եք տեսնում։ Ասում են ավելի շատ Թրամփը վախեցնում է, նախազգուշացնում է եւ այնինչ հայտարարում է, այդքան էլ պատրաստ չէ լուրջ գործողություններ իրականացնելու։ Բայց ամեն դեպքում ռազմածովային փաստորեն ռազմական նավերը արդեն մոտենում են։ Այստեղ պետք է նայենք, թե Ամերիկայի Միացյալ Նահանգների համար առաջնային ստրատեգիական հարցերը որոնք են։ Տեսեք, ես վերջում ուսումնասիրել եմ նրանց պաշտպանական ստրատեգիան 2026 թվականի, որտեղ առաջնային թիրախը համարում են Չինաստանին, առաջնային թշնամին, այսպես ասած, Ամերիկայի համար սահմանված է որպես Չինաստանը։ Ռուսաստանը, որը իդեպ նախորդ ստրատեգիայում Չինաստանի հետ նույն կատեգորիայում էր, հիմա արդեն որոշակի վերահսկելիության
տրամաբանություն են մտցրել, այսինքն որոշակի level-ը իջացրել են Ռուսաստանի հետ կապված։ Հիմա տեսեք, Իրանը ստաբիլ նավթամթերք է մատակարարում Չինաստանին։ Այստեղ մի քանի շերտ են, էլի, այս ամեն ինչը, որ փորձենք ավելի խորքային հասկանալ։ Հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգները փորձում է ճնշում գործադրի իրանական կողմի վրա, թե ուժի տեսանկյունից, թե տարբեր սանկցիաների տրամաբանությամբ, որպեսզի այդ գործարքը հնարավորինս թուլանա։ Հիմա այս իմաստով, թե ինչ գործողությունների կգնա Ամերիկան Իրանի դեմ, ես չեմ կարծում, որ շատ, այսպես ասած, լայնածավալ, որ բախում տեղի ունենա, որովհետև նույն այդ Ամերիկայի ստրատեգիայում նաև նշված է, որ նրանք ամերիկյան մարտհամակի վրա են կենտրոնացած հիմա։ Ուղղակի մյուս տեղերի գործողությունները դա Չինաստանին թուլացնելու միտում ունեն։ Դե հիմա նավերը իրենց պաշտոնական հայտարարությունները, որ նայում ենք, ինչ են ասում են մենք Իրանում տեղի ունեցած բողոքի ակցիաների վրա ճնշում գործադրած որոշակի չինովնիկների դեմ փորձելու են գործողություններ իրականացնել թիրախային։ Հիմա կարող է նենց ստացվի, որ որոշակի լարվածություն տեղի ունենա, բայց չեմ կարծում, որ դա կխորանա եւ այսպես ասած տարիների պատերազմ կդառնա, ինչին Իրանը իմ կարծիքով պատրաստ է եւ տարբեր առիթներով իմիջիայլոց Իրանում էլ դա շատ լավ հասկանում են, որ նույն Ադրբեջանը Իրանի դեմ պլացդարմ են, այսպես ասած, հասունացնում եւ նրանք էլ տարբեր առիթներով հայտարարել են, որ եթե մենք նկատենք այս կամ այն երկրի տարածքը, օդային տարածքը օգտագործվել է մեր դեմ, մենք գործողություններ ենք իրականացնելու։ Ցավոք սրտի տարբեր ապացույցներ կան, որ Ադրբեջանը տրամադրել է իր տարածքը Իսրայելին Իրանի դեմ գործողություններին, բայց մինչ այս պահը Իրանը չի գնացել այդ սրացումներին, բայց կարծում եմ ինչ որ պահի, երբ որ հատվեն այդ բոլոր կարմիր գծերը, Իրանը այդ պատասխանը տալու է եւ չի կարելի էլի համատել Իրանը Սիրիայի հետ կամ մեկ այլ պետության հետ, այդպես հեշտ կարողանան մասնատեն, բայց ամեն դեպքում փորձում են թուլացնել եւ այս գործողություններն էլ, այս ճնշումներն էլ, նավերի մոտեցումը, տարբեր կտրուկ հայտարարությունը հենց այդ տրամաբանության մեջ են, որ հնարավորինս թուլացնեն Իրանին։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս հենակետ վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանն էր։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։